դուրս ես տամ։ Лекарчи самолету дальше работали. Եկավ էլ լափյոտ։ Տելեթոնում է նաև երկիչ արամեն, իրա բադվի, ասում են բաժակները։ Ինչ տեսքով ունի 20 եվրո, ծապ։ Ոս 20 եվրո։ Լուրջ ես ասում արա։ Հետներ 20 եվրո։ Մարդ հավատաց է։ Արա 10,000 դրա։ Մենք հենց նորից ենք Բովե 7 նավակայան, եղանակը շատ շոք է, ինչ որ ամառ, անիմացվեցինք այդ ձմեռային կուտկեքը։ Et moi la chanteuse à demi. Ներ ողջույն բոլորիդ, օր 2 Փարիզում ու այսօր մենք ունենք պանորամային շրջայց։ Հենց հիմա մենք գտնվում ենք մի հատ թանգարանի մոտ, որը գտնվում է բանակի թանգարան, ինչի, որովհետև պատերազմի ժամանակ թագավորը բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ վիրավորում են ստացել, հաշմանդամություն են ունեցել, պահել է հենց այստեղ, ու ոնց որ կոչվել է ինվալիդների հաշմանդամների տուն, ու մինչև հիմա շատ մարդիկ, ովքեր ինչ-որ պատերազմական գործողությունների ժամանակ վնասվածք են ստացել, այստեղ են ապրում, եւ նաեւ այս շատ հայտնի տեղ է, այստեղ թաղվում են հայտնի մարդիկ, ոնց որ Դամբարանը, օրինակ Շարլ Ազնավուրը հենց այստեղ էլ իր հողարկավորությունը արել են։ Ու այդպես գնացել ենք այսօր Շանզելիզե, Arc de Triomphe, հեսա գնալու ենք Տրոկադերո, այսինքն այդ հատվածը, որտեղից Էյֆելի շատ սիրուն տեսարան է բացվում։ Մի խոսքով Փարիզը շատ սիրուն է, բացահայտելու տեղ է, Փարիզից հանգիստ ակնկալել չի կարելի, պետք է գալ ու վայելել, որովհետև ամեն տեղ սիրուն ճարտարապետություն է ու բացահայտելու մի նոր բան։ Ինչ վերաբերվում է Փարիզին, շատերիդ համար զարմանալի կլինի, բայց Փարիզը կղզի է ու երկու կղզիներից է բաղկացած Սենա գետի վրայով, ու ոնց որ աջ հատվածը դա աշխատանքի հետ կոմերցիայի հատվածն է, հա, որ պատկերացնեք, այսինքն այդ Շանզելիզը, Էյֆել եւ այլն, որտեղ մարդիկ փող են ծախսում, իսկ արդեն ձախ հատվածը այդ ուսանողական քաղաքն է, Սորբոնի համալսարանը, բժշկական համալսարանը եւ այլն, մի խոսքով հրաշալի տեղ է Փարիզը, ստեղից էլ կտեսնեք, հեսա մոտեցնեմ Էյֆելն է երևում, ամեն դեպքում հեսա Էյֆելի մոտ եւս գնալու ենք։ À demi. Parlez de moi, à vos amours, à vos amis. Parlez-leur de cette fille aux yeux noirs et de son rêve fou. Մենք հենց հիմա եկել ենք Տրոկադերո, որտեղից բացվում է ամենասիրուն Էյֆելյան աշտարակի տեսարանը, Էյֆելի երեկոյան եւ առավոտյան լրիվ տարբեր էմոցիաներ է տալիս, երկուսն էլ եկեք։ Moi ce que je veux, c'est écrire des histoires qui arrivent jusqu'à vous. C'est tout. Voilà qui je suis. Հիմա ես կհարցնեմ Աննային եւ Լիլիթին, արդյոք էներ ինչ դուք պատկերացնում եք Էյֆելից։ Ավելիներ ինչ պատկերացնում։ Դու Լիլ։ Ես շատ գոհ եմ այսօր, հիանալի տրամադրություն ու Փարիզը շատ հիանալի։ Ձեզ կտվա այս ֆեյքա, բայց իրանք 30-անց են։ Իրանք ցել իրանք ստել չգիտեն։ Հենց հիմա գտնվում ենք հաղթանակի կամարում ու հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչքան սիրուն է։ Բարձրությունը 50 մետր է, լայնությունը 20 ու ներքևում վառվում է զինվորի անմար կրակը, որովհետև ոնց գիտեք, համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթել է Ֆրանսիան ու այդ զինվորի անմար կրակը տենց անվերջ վառվում է, ճիշտ է, շատ մեծ, ոնց որ դժվար գնով է հաղթել, բայց ամեն դեպքում այս ոնց որ հաղթանակի կամարն է իրենց հիշատակին մի քանի մարդ կան, ում դիերը, ոնց որ այդ անմար կրակի մոտ եղել է, առաջինը դա Վիկտոր Հյուգոն է եղել, ոնց գիտեք ինքը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարը, Նոտրը Դամի մասին, եւ Շարլ դը Գոլը, այնուսին ճիշտ ասած չեմ հիշում, մի խոսքով շատ սիրուն է, շատ սենց տպավորիչ է։
անպայման լոկացիա, որ գաք համ տեսնեք, համ նկարվեք, համ էլ կողքին հենց Շանզելիզեի հրապարակն է։ Ամենաակտիվ շոփինգ սենթերն է, ամենալավ կաֆեները, այս Շանզելիզեից ուղիղ դուրս է գալի Գալերիա Լաֆայետ, մի խոսքով ամեն ինչի կողքն է, անպայման գալիս է։ Իրականում չեմ հիշում ձեզ ասել եմ թե չէ, մենք այստեղ ենք խմբային տուրով, ես ու Հարութը խումբ ենք բերել Ֆրանսիա, Փարիզ, մարտի 8-ի համար։ Շատ լավ խումբ ունենք, շատ հետաքրքրված եմ Փարիզով, սենց որ տեսնում ես իրենց էմոցիաները, ուղղակի աննկարագրելի է, բայց ժողովուրդ սա հեշտ աշխատանք չի, մանավանդ Եվրոպայում, որ մարդիկ գալիս են շատ մեծ ակնկալիքներով, իրականում այդ ակնկալիքները սենց թե նենց արդարացված են, որովհետև մենք տեսնում ենք նենց բաներ, որ երբեք նույնիսկ չենք պատկերացնի, բայց Եվրոպան դժվար պետություն է, ինքը մեր պատկերացրած հանգստի գոտիների պես չէ Դուբայ, չգիտեմ, ինչ-որ արաբական էմիրություններ եւ այլն, ամեն դեպքում շատ հաճելի է մարդկանց էմոցիաներ տեսնել, բայց այս աշխատանքա, ֆուլ աշխատանքա, որ մենք անում ենք, հոգնում ենք, մտածում ենք անընդհատ, ծրագիր ենք գրում եւ այլն, վիզաների մասին առհասարակ չեմ խոսում ու դրա համար մեզ օգնել է Լունատուրը, ինչին շատ շնորհակալ ենք։ Մեր պանորամային տուրը ավարտեցինք ու եկան Գալերիա Լաֆայետ անող ճանապարհի վրա շատ հայտնի սրճարան, որը կոչվում է Brasserie, ֆրանսիական արտադրությամբ հաստատ սխալ չեմ ասում, բայց շատ սիրուն սրճարան է ու շատ համով բաներ կան։ Իդեպ գները շատ թանկ չեն, փարիզյան գներ են, օրինակ բուրգերը մոտ 17 եվրո, պաստան մի 20 եվրո, մի խոսքով միջին կտրոնը եթե խմեք եւ մի բան ուտեք, մենք գարեջուր ենք պատվիրել եւ կեսարախցան, մոտ 30 եվրո մի անձի համար, ճիշտ է քիչ չի, բայց ամեն դեպքում Փարիզում ենք, կենտրոնական մասում ենք ու այսպես սիրուն տեղ ենք։ Մենք այստեղ ունենք կեսարախցան, որի արժեքն էր 18 եվրո, գարեջուր, որը մեծն է, փոքրը, արժեքն էլ չեմ հիշում, բայց պետք է չի, եւ բուրգեր, հավի, եւ հարուտ։ Բուրգերը շատ լավն է եղել։ Մենք եկել ենք Գալերիա Լաֆայետ ծափարություններ։ Ու հիմա ձեզ ցույց կտանք տեսարանը, թե ինչքան սիրուն է, ինչքան սիրուն է, մարտի 8-ի թեմատիկայով են ստեղ զարդարել, ու ստեղ են նկարվելու հատված կա, մարտի 8-ի կանանց տոների։ Ու հիմա մենք կգրանք եւ կնկարվենք Անասարի։ Ինչ թեմատիկայով են զարդարել։ Մարտի 8-ը։ Մարտի 8-ը ինչ է որ։ Մարտի 8-ը տոն է, որ աղջիկների նվերներ են անում։ Ովքեր չգիտեն, Գալերիա Լաֆայետը մոլ է, աշխարհի ամենասիրուն մոլն է, խանութները սենց բաց կոնցեպտով են, այսինքն սենց որ տեսնեք, իրանք առանձին խանութներ չեն բացել, դու շրջում ես, ինչ ուզում ես, նայում ես, հարցնում ես ու ընտրում ես, բայց ասեմ, որ սովորական խանութներ չեն, հիմնականում են luxury բրենդներն են, չգիտեմ, Louis Vuitton, Chanel, Dior եւ այլն, այսինքն սենց սովորական Zara բան չեք գտնի։ Եթե դուք Փարիզում եք, անպայման գալիս եք Օպերա Գարնիեր, այս հետևի հատվածն է տենց սիրուն չի, բայց դիմացից ահավոր սիրուն է ու ահավոր սիրուն ֆոտոներ կարաք ստանաք։ Արժեքը 40 եվրո է մուտքի, QR կա, տեղից օնլայն առնում եք ու դրա դիմաց անմիջապես մեզ ողջունում է Lindt խանութը, որը շվեյցարական շոկոլադ է եւ ստեղ շատ սիրուն խանութ ունի, եկեք մտնենք ու իրար հետ նայենք։ Տենց տարբեր շոկոլադներ, ոնց տեսնում եք, Easter-ի տեսականի կա արդեն։ Thank you so much։ Ստեղ հյուրասիրում են մեզ շոկոլադ, ոնց ենք Louvre-ում ենք այսօր մարտի 6-ն է, значит ամսվա առաջին ուրբաթօրն է ու իմացեք գաղտնիք եմ ասում Louvre-ը միշտ անվճար է այդ օրերին։ Եթե ինչ որ առաջին ուրբաթ եք, անպայման բաց մի թողեք Louvre այցելությունը։ Խնդրեմ տեսեք ինչքան սիրուն է մեր Լիլիթը եւ մեր Louvre-ը։ Աշխարհի ամենամեծ թանգարանն է, որտեղ պահվում են ամենաթանկարժեք ու լավ կտավները, գործերը եւ այլն։ Հերթն է ու ոնց ասեմ, այն վերջից է սկսում։ Ամեն դեպքում անվճար է, մենք կկանգնենք հերթ։ Հերթի մեջ ենք։ Ծափարություններ։ Կարային առաջ անցածել ենք լսելով գայուշին։ Ես բոլորին իրական մասի, որ գնանք ու անցնենք հերթը, բայց ինձ մենակ Գուգոն հասկացավ, այո։ Շատ արդար է եւ երբեք։ Ու մեր հետ էլի երկու հայ մարդ կան, իրանց է խորհրդվեցի, իրանք էլ չուզեցին։ Տարիքը սկիզբից։ Տարիքը չկապ ունի։ Էլի դուլինգե կարը։ Տա ոնց։ Խնդիր ունի մամա։ Թվում է ընտիրա 50 եվրո խնայել ենք, ծապ, տաշ, այդ 50 եվրոն ժողովուրդը խոստացել են, որ ինձ են տալու։
Գնում եք ուտել խմելու, ինչ քեզ տալցեք ինչ անես։ Խոստացել է որ ամեն տուրին մաման գալու է։ Վերջի տուրն է։ Me voilà même si, mise à nu j'ai peur, oui. Me voilà dans le bruit et dans le silence. Regardez-moi. Հիմա ես ու Գուգոն կտեսնենք Մոնալիզան։ Մոնալիզան առաջին անգամ։ Գնացինք։ 3, 2, 1։ Ուրա։ Ուրա։ Դիլին, հենա։ Ուրա։ Հենա, ցեյն։ Ոյ։ Քիչգրեք գիզ դե, բայլի։ Հենա, ոնսոր հավատված է կողքը։ Վեց հարազար զետ կտաս որ կտաս։ Բա իմ ով է դա։ Հարուտ։ Ուրեմն մենք կարողացանք տաքսի գտնել 40 եվրոյով ու գնում ենք հիմա հյուրանոց։ Percivilage մեր հյուրանոց 40 եվրոյով սենց շիկարդոս։ Այդ ստատիկը տենում է, չի տենում։ Տատին կոպեկներ Հայկականը կլինի, հայկական դրամա կլինի։ Սերզել է ոտ ես դրամա կլինի։ Ման Այդ է բխարու է, այդպես բազարը Դու ոնց է։ Կաս դաչի տաս իրան։ Մերսի։ Սևացածան մաշինը։ Այս ինքն է միացրել մեր համար։ Friends. This Արեքսը պագետ։ Ֆրանսիան ասում է բուժում են ամենին։ Բայց իդ բեմ բուժում է նա։ Սպասեք դրանք եկուս կբուժեն, թե չէ։ Ասկան դու մտածում ես այն տեսքոն ես, հիմա այսպես բայ որ դու կարաս ես կես բա։ Change out։ Դու դեմ ես կես բա։ Մատս խիախնդու։ Տենք կուկուրուզ կուգոն արել այս սոկից։ Ես վերցրել եմ չեմիչկա, հարուտ վերցրել է Red Bull։ Նամասը վերցրել է։ Ողջույն բոլորիդ, մենք այսօր եկել ենք Վերսալ։ Շատ սիրուն է, այստեղ կադրեր կտենեմ, կտեսնեք թե ինչքան սիրուն է։ Ունենք գիտ ականջակալ, որի մասին ամեն ինչ լսում եք ինքը պատմում է, բայց իմը ոնց որ փչացավ հենց նոր։ Չէ, լավ է։ Լսում եմ։ Ես չեմ հասցրել նախաճաշեմ։ Այս խնձորը Փարիզի կենտրոնից մինչև Վերսալ բերել եմ։ Армянский супермаркет. Потому что я езжу очень часто в Армению. И взяла совершенно случайно, мне эта сумка всегда лежит со мной. Любите Армению? Очень, да, очень. Поэтому я туда очень часто езжу и очень люблю. Ou du moins ce qu'il en reste. Regardez. Կանց սպաստան է դու դեպի։ Սուլտանարեց մաման։ Moi, avant que je me déteste. Quoi vous dire que les lèvres d'une autre ne vous diront pas. C'est peu de choses, mais moi. Ես քնելու տեղ ա եղել ննջարանն է Թագավորի։ Ուզում եմ որ տեսնեք ինչ ննջարան է էլի։ Դեք մարդիկ ապրել են ստեղ։ Այն հիմա մետրոյի տոմս չունենք, չենք ուզում լիցքավորենք։ Լայֆխակ։ Դրսի մասից կանգնում ես ու բացվում է լայֆխակ։ Հետ գնացեք մի քիչ։ Հետ գնացեք չի բացի։ Եկեք, շուշու։ Հիմա արագ իջնում ենք։ Ժողովուրդ, Ագագագագարիտագոն։ դուրս ենք եկել, այսօր մարտի 7-ն է, 11-ոտ։ Իք է այ մանիպուլյատոր։ Հունվարիկ սաունդին ինչ ես արել։ Փարիզում ես դու, ես հունվարիկ սաունդին։ Գերակել արամ ագավե։ Ո՞ց եկամ ականջով առնել։ Որտե՞ղ Մի հատ կանջա տեսել է։
Թապես Էյֆելի տակ են գնացինք շմում պա այ այստեղից կրեպ ենք վերցրել 8 եվրո էր իմը բանանով 9 ելակով դու ես Փարիզ էլի կգաս այո էլի կգաս մարտի 8-ն է ծափահարություններ մենք գնաց էինք մնացել հիմա իջնում ենք Նախաճաշի որովհետև այսօր մեր տուրը finally 3-ից է սկսվում մի քիչ քնել ենք մարդիկ հանգստացել են հիմա իջնենք Նախաճաշի համել ձեզ ցույց կտամ թե ոնց է անցնում Նախաճաշը Եվրոպայում ոնց է անցնում ուրախ շոուներ են անում բարում ենք չէ ինչ են առասարակ ուտում մարդիկ նախ խոհանոց է բարև ձեզ շնորհավոր մարտի 8 Մերսի շատ միշտ մենք ունենք ստեղներ փյարշիկ scrambled eggs ձվածեղ beans վայ մոռացա հայրենը լոբի սալատ կար որ էլ չկա ինչ-որ էս իրանց ֆրանսիական պանրից bacon cheese sense մի քիչ ավելի հում տեսակը յոգուրտը ոնց որ թե անանաս խառը մրգեր Այստեղ ունենք կրեպ, բիսկվիտ, խլոպյա, էլի խլոպյա, վաֆլներ ստեղ, բայց ոնց որ շոկոլադ չկա, հա? Թե կա, չէ, այսա, այստեղ նուտելա, հենց նուտելա կա։ Ոչ վատ չի, հա, մեկ էլ ստեղ ցույց տամ, որ յուրաքանչյուր եվրոպական ռեստորանում, կաֆեում, սենց հոթելի կտեսնեք քամած հյութեր, ստեղ ունենք նարինջ եւ խնձոր եւ իհարկե սուրճի ապարատ։ Վատ չի, ես շատ գոհ եմ, իդեպ կրուասանները շատ համով են, այս չորացած հացիկները շատ համով են, ամեն ինչ շատ համով է, օբստի հաց կա, ու ստեղ նաեւ frozen ինչ-որ յոգուրտ կա։ Ողջույն բոլորիդ, այսօր մարտի 8-ն է, եկել ենք մեր խմբով մարտի 8-ն ենք տանում, լանչ ենք արում ու ստեղից գնանք Նոտրդամ, եկել ենք իրական կաֆե դե ֆլոր, բայց հերթը ստեղից չգիտեմ երևում է թե չէ շատ էր ու դրա համար տեղափոխվեցինք Louis de Saint-Germain դեպու, այս սրճարանի մասին է խոսքը, եկել ենք շատ սենց կոլորիտային լավ սրճարան է ու ոնց տեսնում եք ուտելիքներն են շատ լավ տեսք ունեն ու շատ համով են փորձեցինք։ Երեխա եմ տեսնում։ Շատ են երեխեքը լսի, մենք կամ երկու տղա, երկու աղջիկ։ Ձեր մոտ բաժանություն չեմ տեսնում։ Tout ce que j'ai, je le dépose là. Voilà. Նոտրդամում ենք, Կիրակի օրը բանտարակին ենք ու էմոցիաները ուղղակի անբացատրելի են, թե ինչքան հանգիստ է ստեղ ամեն ինչ ու ինչքան էմոցիոնալ մոմերը այս տեսքը ունեն ու իրանք չեն վաճառվում, այսինքն դու վերցնում ես ու ինչքան ուզում ես դրա համար վճարում ես։ Voilà qui je suis, me voilà même si mise à nu c'est fini. C'est ma gueule, c'est mon cri. Ուրեմն ժողովուրդ հետ իջեցինք մետրո, Շարլ Լեբրանսի Սոուզևը կայարան, ու պետք է գնանք Ռուզվելտի կայարան, սենց բոլորը նստեցինք ու Աշոտն է մտել, վերջում մատերը մնաց, արանք ու դուրը փակվեց ու ես ու հարթը մնացինք դուրսով, այդ զաթով խումբը գնաց։ Ոնց է որից էիպուսով մնացինք, Էկավ, լավ, նենցա այդ գրոպել մեկ գալիս է, զուտ շատ պիկ է շատ պիկ է ժամերին, բայց հեսա կհասնենք խմբին։ Ահան, մեր խումբը հիմա պտի ստեղ լինի, մեզ պտի սպասի ըստեության, չգիտենք։ Մենք եկել ենք Starbucks, վերցրել ենք սենց շոկոլադնի տորտ, այս շոկոլադնի տորտն է, մեկ էլ վերցրել եմ ես այս կարամել մաչա, հիմա կփորձեմ, շատ համով է ես, զուտանես գայնեը գրել են կայիլա, բայց էլի գոհ եմ, որ վատ բան չեն գրել։ Շատ
անգամով։ Նայում ենք Arm Games-ը, Hugo-ի հերթի հետ։ Ու օրը սենց սամանափակում ենք, նայենք բոլորիդ մատ արմատ հատ արհատ կքննարկենք։ շոուները Հայաստանում։ Այո։ Ու հա, մեկ գովաց դալնում, հանգստանում ենք, էլի շարունակում ենք նայել։ Դիզոն, նիհարեք, որովհետև տղաները սիրում են նիհար աղջիկների։ Կեշմներ էլ կնեիր, սենց եմ արել։ Լիներ ողջույն, այսօր մարտի 9-ը ու մենք գնում ենք Disneyland։ Սեն շատ թեթև ենք հագնվել, որտեղ եղանակը Փարիզում ուղղակի իդեալական է, ավելի լավ չի լինում։ Քամի չկա, շատ թեթև, արևոտ լավ եղանակ է ու մի խոսքով կհանդիպենք Disneyland-ում, գնալու ենք մետրոյով, Գարդելիոն թաղամաս ենք իջնելու, Գարդելիոնից գնանք Disney, ընդամենը 250 եվրոյով, չնայած երբեք մետրոյի համար չենք վճարել, բայց հիմա Disneyland-ում ենք, հարուտը դրսում սպասում է, որովհետև կամերայս ուզեց selfie stick-ով էր, իմ Insta 360-ը, ինչը չի կարելի, բայց ոչ լոքեր ունեն, ոչ մի բան, ոնց որ չեն թողնում ինչ-որ միտեղ թողնել, ասում են թափեք։ Մի խոսքով հիմա հարուցը դրսում է, հասկանանք ոնց կարանք այդ կարգավորենք, ինչ կարանք անենք, ներսում չեն թողնում մնա, train station ինչ-որ լոքեր բան չկա։ Ոչինչ, կարևոր Disneyland-ում ենք։ Մենք խմբին ոչ մի դեպքում մենակ չենք թողնում, ոչ մի կատեգորիկ։ Ինչ ուզում է պատահի, խմբի հետ միշտ մեկս մնում ենք, որովհետև այդ շատ մեծ պատասխանատվություն է։ Եթե ինչ-որ խնդիր լինի, մեր խմբի անդամը չպիտի այդ խմբի մեջ, խնդրի մեջ ներառված լինի, էլի, այդ ամեն ինչը պիտի կարգավորենք մենք ու մենակ մենք։ Իրանք չպիտի իմանան ինչ կատարվեց, QR-ը չաշխատեց, աշխատեց, ինչ-որ մեկի տոմսը չաշխատեց, նորին է պետք առնել։ Իրանք պետք է հնարավորինս հենց առանց ստրեսի ճանապարհորդություն ունենան, որտեղ իրանք ընտրել են մեզ։ Կթվա սենց պաթոսական եմ ես խոսում հիմա, բայց չէ, մենք հենց տենց ենք աշխատում, ճիշտ է, մենք շատ ենք տանջվում այս ընթացքում, բայց միևնույն է, այդ իրանց սենց ֆուլ հանգիստը մեր լավագույն էմոցիաներն են։ Շատ սիրուն է, ինչ խոսք, շատ, բայց հեսա հարութիս հետ կգանք կվայելենք։ Հիմա մենք ուզում ենք այս մեր շտատիվը հողերի մեջ պահենք, որտև շատ թանկ է, էլի, 2000 դրամանոց շտատիվ չի, Insta 360-ի շտատիվ է, եթե այդ չլինի, կամերան կարելի է թափել զուտ։ Հենց հիմա մենք այդ դնում ենք սրա մեջ ու այս ապարատի հետևը դնենք, որտև ուրիշ ոչ մի տարբերակ չունենք, զուտ ում ասում ենք, ոչ մեկ բացարձակապես չի ընթառաջում ու իրանց մեկը, էլի, ասում են թափեք, պրոստը թափեք, այդ իրանց պատասխանն է։ Վլոգի վաղ մեր կամերայից մի բան պրոստը կորում է ու չգիտեմ ժողովուրդ չան ոնց արժի անել, իրոք չեմ պատկերացնում, հիմա պետքա ոչ մեկ չտենա ու մենք մի 5 լապս տախտանում ենք, որ ոնց որ վստահինենք, որ ստեի մարդիկ չեն տեսել, որ չտանել, ինքը էժան բան չի էլի։ Վերջապես մենք Disney-ում ենք ու չգիտեմ, ինձ թվում է յուրաքանչյուրի մանկության, ինձ չես նկարում։ Ես եմ նկարում։ Յուրաքանչյուրի մանկության երազանքն է եղել գալ Disney, հասնել ստեղ Փարիզի Disneyland-ը Եվրոպայի առաջին Disneyland-ն է ու առհասարակ Եվրոպայում ամենաշատ այցելված տեսարժան վայրն է։ Attraction Park-ը էլի մի խոսքով։ բայց ոչ տոկոս է իր համար։ Հարբել եկել։ Ես չեմ եկել։ Ու այս հրաշքի մեջ ենք մենք հիմա, սենց հաճույք չգիտեմ։ Ժորջան, տուն, ավտո, չգիտեմ, փող, այդ ամեն ինչը կարևոր է, բայց այս ավելի կարևոր է։ Ես աբյուզեր ծնող, ես ամբողջ չեմ, աբյուզեր եմ։ Արի որոշենք ումն է ավելի շատ։ Հələ ուրախացի։ Հələ ձենով։ Մի հատ լավ ուժեղ։ Կեղտ են դրանք սև են, արդես։ Ուգային էլ ասենց բերել, աստատ։ Այսենց։
Նանս ուրախ ես։ Շատ, եկեք գիտակ նորից Գնացի՞ք։ Լացում էր եթե ինչ, նստել է ջեք վարագայի բանի, նավակը սենց աչքերից գնում է, նույնը չեմ չի կարող նկարի, ասում է ասի լավ տեղ ես բերել, լացում է։ Բեյնին մի հատ հանգստանը։ Կերտես դու։ օրերը մասկացնում։ Գնացինք, եկեք։ Ճիշտ է հերթերը շատ են, բայց արժի ամեն լուման, ամեն կոպեկը։ Ինչ ծախսել եք Փարիզի համար։ Արժի, նան, ասա, արժի, չէ։ Արժի, դու գնացիք, ես մնում եմ։ Լավ։ Տարիքը կապ չունի Դիսնեյլենդի համար։ Հիմա մեկ եկել ենք ինչ-որ Peter Pan-ի բան նստենք, ատրակցիոն, ասում են նավով հետաքրքիր բան է, Գոգոն ու Նանոն նստել են, ու ստեղ որ պատկերացնեք հերթը, ինչքան շատ է, սաղ մարդիկ սենց ընդհանուր հերթ են կանգնում, Նանոյի հետևը դուր կար, որը սենց փակ դուր էր, էլի, հարթը ձեռը գցեց բացեց, մտակ։ հա, հարթը ձեռը գցեց բացեց ու մենք մտանք, ճիշտ է մի երկու հոգի սենց ֆրանսերեն իսմա լավ բան չասեցի, բայց դե զաթո հերթ չկանգնեցինք, տենց կողենք like. Long as I can remember, never really knowing why. I wish I could be the perfect daughter, but I come back to the water, no matter how hard I try. Every turn I take, every trail I track, every path I make, every road leads back to the place I know where I cannot go, where I long to be. See the line where the sky meets the sea.